Ես գոլը չեմ ուզում քննարկեմ, ես ուզում եմ մի քիչ սպորնի պահերը քննարկեմ։ Շարունակ սկզբում ես ահորձեւի ներվայացա յամալից, որտեվ նոշան թարսը խաղում ներվայացա, բայց ամենասկզբում ինքը պենալ բերեց ու լավ վանդը Վինիսիուսի մոտ օֆսայդ էր, ես չնկատեցի ճիշտն ասեմ, բայց օֆսայդ կար, ասում են։ Հենց ֆոլ էր, բայց միջև երբ որ գնդակ Վինիսիուսի մոտ էր, օֆսայդ կար Վինիսիուսի մոտ։ Ես համաձայն եմ, մտե պետք է պենալ դա, եթե օֆսայդ չլեր։ Հա, Ըմբապեի առաջին գոլը, որ օֆսայդի պատճառով ադմենը արեցին, շատ սիրուն գոլ էր։ Այդ մի հատ բան էր, որ Շենշտին իմ ներվի վրա ազդեց, ու ամենաառաջին բանն էր։ Այդ բանը պետք էր պահել, որտեվ դու տենց հեռվից ուդարը անպայման պետք է պահվի։ Չգիտեմ, իմ կարծիքով տես բաները պետք է պահել։ Լավ, նիսուս չեն հաշվե, ես ամենասկզբից մինչև խաղը, երբ որ ստարտովի սաստավներն էին ասում, դուք հիմա ձեր էկրաններին տեսնում եք, Բարսելոնայից ես վաբշե բան չի սպասում, որտեղ սեն ստարտովի սաստավը մենք վաբշե բան չի կանեինք ու իմ համար մի հատիկ պրոբլեմ կար, մի հատ պրոբլեմ, որից ես ահոզերում ներվայնացա, խիա խաղում Էրիկ Գարսիան, այլ ոչ թե Արաուխոն։ Եթե Ֆլիկը ուզում ավսայդի լավուշկա անի ու բաց թողի 2 հատ գոլ, դա էդի ստացվեց իր մոտ։ Պրիտոմ, երբ որ ավսայդները պատահական է ստացվել, ոչ թե ու Բարսելոնա ու Էրիկ Գարսիան կարողացի անել, ես չգիտեմ, եթե հիմա ուզում եք ավսայդի լավուշկեքի համար անեք, տես լավ չէ, Բալդեին հանեք, խաղացնեք Ժերան Մարտինին։ Իրանք Էրիկ Գարսիային մտցնում են զուտերի համար, որտեղ ինքը կարող է պաս խաղա, բայց նաև մոռանում են, որ պետք է պաշտպանվել։ Էրիկ Գարսիան ոչ մի ադբոր նորմալ չարեց, երբ որ վտանգ պահեր։ Երբ որ երկրորդ գոլն էր մեզ խփում, Էրիկ Գարսիան պրոստը կայնած սպասում էր, երբ որ ինչա լինելու։ Ոչ մեկ, ես չգիտեմ, ես բան չեմ կարող ասել, իմ համար աբսուրդ է, որ Էրիկ Գարսիան այս սաստավը խաղում։ Իմ համար ռեզերվի խաղացողան ու ռեզերվ չէ, որ Զամեսկա դուս գա, Ասվեժիցյանի նույն Կունդեի փոխային խաղա,